քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակից տրվող հայացք Երևանից հաղորդաշարն է, եւ սա այսպես ասեմ, որոշ իմաստով պաշտոնական կուսակցական տեսակետ է, որովհետեւ սա կուսակցության նախագահի էջն է, այդպես ասենք անվանենք, բայց դա չի նշանակում, որ հաղորդումները կուսակցականացված են այն վատ իմաստով, ինչին ժողովուրդը այս տարիներին վարժվել է 30-40 տարի, սա էգոիզմի էջ չի, սա այն ուրեմն կուսակցական էջն է, որ փորձում է մեր տեսակետը փոխանցել ձեզ, իհարկե նաև ձեր տեսակետների ծանոթությունը ինձ որոշակի իմաստով հաղորդագից են դարձնում ձեր մտածողությանը, ձեր դիտողություններին, որը նաև հաշվի եմ առնում, բնականաբար, որովհետև առանց դիտորդի հետ հաղորդակցման լինում է ձայն բարբառով հանապատի կամ միակողմանի, ես ասում եմ, ես անցնում եմ չիմանալով արձագանքը որն է։ Հիմա այստեղ մի բան պետք է ասեմ, իհարկե հարգելի հայրենագիտներ, ես ձեզ շատ հարգում եմ, ես գիտեմ նաև ձեր հարգանքի չափը, նաև վերաբերմունք ինչպես ինձ, այնպես էլ կուսակցության նույն ընկերներին, կուսակցական, բայց ասեմ, որ այստեղ թափանցում են նաև ֆեյքեր։ Իրականում դրանք ֆեյքեր չեն, մարդիկ են, որոնք վախենալով իրենց ազգանունից, հայտնելուց, ուրեմն հայտնվում են իրենց հոգեկան հիվանդ գաղափարներով, տեսակետներով եւ դոկական, այդպես ասենք, խայտարակություններով, ասենք, այլանդակ բառեր եւ այլն երբեմն լինում է, իհարկե դրանք իրենց պատասխանը ստանում են։ Ճիշտ կլինի, որ մենք ցես հետ միասին բոլորի վզից բռնենք, հանձնենք Հայաստանի անվտանգության ծառայություններին եւ դրանց նկարեն աղբանոտ շպրտեն իրենց դեմքերով, որովհետեւ դրանք մեր պարագայում նրանք են, ովքեր կամ ռսաստրուկ թրքացած շամվորտիներ են, կարող եք անվանել թուրքի շներ են, կամ ուրեմն ազգային ինքնագիտակցությունը կորցրած, կողոպուտով ուրեմն երջանկացած, ուրեմն կներեք բարերի համար, իհարկե ամասնացած բնազդով ուղեղներով իբրև թե մարդիկ են, ես դրանց խոզի ուղեղով մարդիկ եմ ասում, որտեղ իրենք գլուխները ցեխի միջից դուրս չեն անում եւ խանգարում են մեզ։ Կամ նաեւ ուրիշ տեսակներ իհարկե կա ամենաստվար զանգվածը, որը դրանց մեջ, որոնք ճիշտ է թվով շատ մեծ չեն, բայց կան վարակի աղբյուր են, իրենք անուն ազգանով հայեր են, իբրև թե հայեր են, բայց ամբողջովին ռուսականացած են, են ռուսականացած են այլասերված, բոլոր իմաստներով այլասերված իմաստով, որոնք կատաղի կռիվ են տալիս, թե ինչի համար չգիտեմ, սեփական պետության դեմ եւ նրանց դեմ, ովքեր պաշտպանում են պետականության շահը։ Սրանց էլ այսպես ասեմ, ուրեմն ասեմ հետեւյալը, բարեկամներ, որոնք ինձ համար կորած մարդիկ են, մենք միշտ տարիների ընթացքում դժբախտաբար ունեցել ենք թրքացած, ռուսացած հատվածներ, որոնք ձուլվել են աղբի հետ կորեր գնացել են, դրանք փողոցներում դրանց տեսնում եք, մանիպուլյացիաներով զբաղվում են եւ այլն, եւ որոնց նպատակը ստամոքսը լցնելն է։ Դա այդպես դժբախտաբար տակա պիտի ասենք, որ դրանք հեռու մնան մեզնից, որովհետեւ մենք ձեզ հետ միասին անզիջում պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության շահերը եւ մեզ համար Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը շատ ավելի բարձր է, քան ամեն մի թուրքերեն ասեն թրքացած կամ թրքիշուն հայվանի, որ ուրիշ բառ չունեն կամ մարդկանց ռուսական բանո կամ թուրքական եւ այլն, սրանց ուղեղի չափ էսկան է։ Եվ չունեն նաեւ տղամարդություն, որտեղ որպեսզի իրենք իրենցով հայտնվեն եւ նման բաներ։ Հիմա առիթ երբեմն սրա կարիք կա ասելու, բայց բոլոր դեպքերում մենք պետք է նկատ ունենանք, որ դրանք չէ որ մեր ժողովուրդն են։ Դրանք հայ չեն։ Ես ասեմ հստակ իմ տեսակետը, ով Հայաստանի Հանրապետության ազգային անկախությունը, ինքնիշխանությունը չի ընդունում, ինձ համար հայ չի։ Ամեն ինչ է, ամեն ինչ։ Ես կով է, ձի է, ռուս է, թուրք է, ինչ կուզեք, կներեք էլի, բայց հայ չեն։ Իրենք իհարկե որպես հայ են ներկայանում, բայց ովիչովնան չի կարող հայ լինել, դա բացառված է։ Ես հիշեցնեմ, որ ժամանակին ինչու է մեր ժողովրդի համար այս բացիլակիրը շատ, բացիլակիր են, չեկիստ են, լերտես են, շպիոն են, բազում են ռուսի շպիոն լինելը այս նրանց համար հպարտություն է, ռուսի քոծ լինելը ոնց որ մեդալ լինի վզներից կախվի։ Իրենք էթնիկական իմաստով իհարկե հայեր են, բայց էթնիկական իմաստով հայ լինելը բավարար չի մարդ լինելու համար, նախ որպես նորմալ մարդ, երկրորդ հայ լինելու համար։ Դա ասենք, որտեղ մենք պետք է մաքրվենք։ Մենք կործանվում ենք նրա համար, շատ անգամ ցեղասպանվում, հայրենիք ու երկիր թողնում, ուրեմն սրանք կան եւ կարծես թե փորձում են թուրքի ու ռուսի գործ արած լինեն, այն իմաստով ինչ որ ասում էր ժամանակին Հայաստանի ուրեմն արևելյան Հայաստանը նվաճած ռուս լեհ ռուսացած գեներալ Պասկևիչի
այն խորհուրդը, որ հպատակները մեր այդ տարիներին 1830 թվականներ ցարին խորհուրդ էր տալիս, որ մեր հպատակներին Հայաստանը գրավելուց հետո ասում են մենք պետք է սովորեցնենք, որ սրանք խոսեն ռուսերեն, մտածեն ռուսերեն, զգան ռուսերեն եւ վերջ։ Ուրեմն սա պետք է հիշեք, այս աղետը գալիս է այդ դարերից եւ սրանք դարձել են ուրեմն Պասկևիչի ձյու թրիքը։ Իսկապես եմ ասում, որովհետև այդ գործը ոնց որ թե իրենց համար հաջողվել է։ Հիմա եթե չներ ճգնաժամը, մենք երևի այս բաները դժվար իմանայինք, դժվար հասկանայինք։ Գիտեք ինչու, որովհետև ամեն ինչ հարթ էր, ամեն ինչ լաքած էր, շատերի կերպարը թաքնված էր եւ շատերի մենք հերոսներ էինք կարծում։ Իսկապես հատկապես ես նկատի ունեմ ուրեմն Արցախահայության այն հատվածը, որով հպարտանում էինք, որոնց օգնում էինք, անշահախնդիր օգնում ենք եւ օգնել ենք եւ ելի օգնելու ենք տասնյակ տարիներով, բայց մարզում որ սրանց մեջ էր մի հատված կա, որ Թուրքի ադրբեջանցու թրի տակով փախել, եկել են այստեղ որպես Ղարաբաղյան կլան եւ հոխորտում են աչուծախ Հայաստանի Հանրապետության դեմ եւ այն ժողովրդի, որ իրենց հարազատի նման ընդունել է, բնականաբար տեղ է հատկացրել եւ այլն։ Այս տեսակը կա մանավանդ։ Վերջերս պատահել է Սվերդլովսկեն փախել Թուրքի վախից, Ստեփանակերտից հասել են մինչև Մագադան, այնտեղից կոչեր են անում Արցախը հետ վերցնել եւ ողորտում են նրանց վրա, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ապրում են, օգնում են իրենց հայրենակիցներին, պաշտպանում են այն պետությունը, որ իրենց ապաստան տվեց։ Ուզում եմ ասել, իհարկե սրանք շատ քիչ են, բայց կան եւ սրանց բերաները պետք է փակել եւ սրանք Այն Ղարաբաղյան կլանի, հակահայաստանի եւ հակապետական կլանի ռեսուրսն են։ Հիմա էլ ուրեմն կամավոր հանձնվեցին Թուրքին, փոխանակ մի պարտիզանական գոնե մի ջոկատ ստեղծեին, մի քանի տղամարդով մնային գոնե անտառներում մի քանի օր կռվեին, սրանք այսպես աշխարհի ծերով լցվեցին եւ առաջին հերթին Հայաստանում եւ աշխատում են խաթարել այն պետականության կյանքը, որը ինքը դժվարագույն ճանապարհ է հարթում դեպի ներկան եւ դեպի ապագան։ Դուք տեսնում եք, չէ՞, ինչպեսի դժվար պայքար ենք մղում Հայաստանի Հանրապետության անկախությունը պահելու համար։ Այս էլ երախտամորների, հայվանների մի թրիկ է, այդ շատ քիչ է եւ հետո սրանց մեջ կա մի ստվար զանգված, իհարկե ստվար ծիծաղելի ասել, վերլուծաբանների մի խումբ կա, որոնք այնքան վերլուծեցին Արցախի խնդիրը, որ կործանեցին Արցախը։ Հիմա եկել են իրար հերթ չտալով, իրար բերան թքելով, վերլուծում եւ պարտադրում են խնդիրներ, որոնք մեր ժողովրդի ոչ ուժի մեջ է, ոչ էլ ժամանակի հետ անհարիր են իրականության մեջ։ Ես նրանց ուզում եմ ասել, բան գիտեիք, ձեզ մոտ անեիք, էլի, Արցախը փրկեիք, վերլուծեիք, ինչքան կարող եք։ Հիմա եկել եք գոնե մի տարի, երկու տարի լուր մնացեք, սկացեք են, սա անհատ մարկանց է վերաբերում, խնդրում եմ սխալ չհասկանաք, եւ ուրեմն ձեր տակետ ուրեմն ռսասիրության, դրանց հայվան կրթության բանով ուրեմն գործանեցիք եւ ձեզ եւ չնաշխարհիկ Արցախի տարածքը եւ այսպես ուզում եք այստեղ ինչ անեք, որ վերլուծում եք, որ ինչ անեք։ Երկու օր լռեք, որովհետեւ մենք էլ որ մանավանդ որ ժողովուրդը շատ լավ ընդունել եւ շատ լավ էլ փորձում է հարցերը կարգավորել։ Մնացածն է ասել, այդ պահանջներ որ դնում եք Հայաստանի Հանրապետությունը, ոչ այդ գումարներն ունի, ոչ էլ այդ հավեսն ունի։ Հիմա կռիվտավոր հետ գնաք, հետ գնալ եք ուզում, մնայիք տեղում։ Շուտ կռվեիք, ոչ թե վերջի օրը ուրեմն այս որոշ մարդկանց մասին է խոս։ Հասկանում եք, հիմա լռեք եւ թողեք, որ մարդիկ, որոնք ձեր թիկունքում կանգնած են 30 տարի եղած, որոնց ֆրծերիկ, որոնց խափեցիք եւ այլն եւ հիմա էլ ուրեմն աշխատում եք նորից խաթարեք, որտեղ այդպես է ուզում ձեր papan։ Papan շատ բան է ուզում եւ մնացած այսքան։ Հիմա այս հատվածներ խնդրում եմ, սա ժողովրդի մասին է խոսքը, մեր հայրենագիտների աշխարհում եք, դա չդիտեք Արցախահայության հետ կապ ունեցող մի բան, այլ Արցախահայությունը մեր ժողովուրդն է, խեղճ ու կրակ սրանց մանիպուլյացիայի Ղարաբաղյան կլանի զոհ առաջին հերթին ղարաբաղցիներն են եւ Արցախահայերն են։ Եւ այդ մանիպուլյացիայի այդ ստրկության կարգու կանոնը, որ հիմա այդ ստրուկները գնացին ընկան Ալիևը ձեր եւ լավագույնս ծախում են Հայաստանի Հանրապետությունը, այնտեղից ինչ որ կոչեր են անում այս ազգային նկարագիրը կորցրած պատեհապաշտ միլիարդ հատերերը լավ էլ կտվում են։ Ես ենթադրում եմ, որ Ալիևը սրանց լավ կտում է, փողերն է ձեռից տանում։ Խոսքը ուտի մասին է, մնացած ժողովրդի մասին, իհարկե մեր տղաների մասին ցավալիորեն այդ չի եւ Հայաստանի Հանրապետությունից, որ այդպես պահանջում են հետ բերեք, ո՞նց է բերելու։ Հետ բերերեք ուզում չգնայիք Բաքու հանձնվեիք եւ կռվեիք։ Ուրեմն մնացածը լռեք։ Կռվեիք այնպես, ինչպես ուկրաինացիներն են կռվում, եւ չկռվեիք սովահարությունից հետո, երբ որ տեսակ փակում են, այդ զենքը վերցնեիք, որ այդ զենքը պայթեցնեիք։ Ուրեմն սա դաժան բան է, բայց պետք է ասվի, որովհետեւ համը դուրս է գալիս, ինչքան լռում ենք, այնքան սրանք երես են առնում եւ հիմա էլ գրոհում են Հայաստանի ընտրական տեղամասերը, որ տեղավորվեն եւ շարունակեն իրենց ծեր գործը Ռուսաստանի համար Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ուրեմն սա դաժան իրականություն է եւ պետք է ասվի։ Եվ այսպես այս մասը դնենք կողքի։ Եվ բայց ես դիմում եմ ձեզ բոլորիդ Արցախահայությանը եւ տեղացի հայությանը, այսպես որովհետեւ դրանց միջև տարբերություն չկա, չի էլ կարող է լինել, դուք ավելի լավ իրար հետ ինտեգրվեք որպես հարևաններ, բարեկամներ, իրար հետ լավ ապրեք, տեսնենք
այս ժամանակները ինչպիսի հարաբերող փոփոխություններ կունենան։ Եվ իմ կոչն է հերու մնացեք Ղարաբաղյան կլանից, Զորի Բալայանական մտածողության այդ գանձակող թալանչիներից, որոնք ուրեմն բազմաթիվ անգամ ասել, տերեխներով, վազեցի սարերով դարձան այստեղ միլիարդատեր, բայց մնացին գավառցի ու գավառական եւ տակետ։ Այդ պիտի իմանաք, նայեցեք Ուկրաինան, այդ բոլորը կտեսնեք։ Հիմա ասեմ հետևյալը, պատմական զուգահեռ կա, դժբախտաբար գիտեք, 1918-20 թվականներին, երբ առաջին հանրապետությունը, որի վիճակը շատ ավելի վատ էր, եւ այս հանրապետության այս տարածքը լցված էր գաղթականներով, արևմտահայության ստվար զանգվածներով եւ ворդ մնացած երեխաներով, ուրեմն այդ հանրապետության տներ կռիվ էին տալիս Թիֆլիսի մեծահարուստները, կռիվ էին տալիս եւ պահանջում էին հանրապետություն չհրճակել, չունենալ պետություն եւ այլն։ Այնքան եւ ցար էին երազում, այս ապուշներն են ցարի կործանումը աչքերի առաջ էր, ելի չէին հավատում, որ Ռուսաստանը այդ ցան չունի, այն գալիս է բոլշևիկ հրեշը։ Հասկանում եք ոնց է, եւ այդ ռուսի չեղած պատկերով կռիվ էին տալիս Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ, ինչպես Ղարաբաղյան կլանն այսօր Հայաստանի եւ Հայաստանի պետականության դեմ կռիվ է տալիս հենված չեղած Ռուսաստանի վրա։ Ուրեմն սա ես ասում եմ, որ ուրեմն ագաժների տողանեք։ Մեր պատմության մեջ կան շատ ողբերգական դեպքեր, որոնք ուրեմն ոչինչ չեն տալիս։ Սրանք էլ են ժամանակ մեծահարուստ Թիֆլիս հայությունը, գիտեք հայությունը կենտրոնացված էր Բաքվում, Թիֆլիսում եւ այլն, փոխանակ օգնեին, օժանդակություն կազմեին, ուրեմն խնամակալություն անեին, իրենց փողից մի բան տային, ու անընդհատ գիշեր-ցերեկ նռռում էին, որ Հայաստանի Հանրապետություն մեծ պետք չի, Տարօրատյան Հանրապետություն է եւ նման բաներ։ Այսօր սրանց ոչրային ուղեղի արտադրանքներին, ցրիկներին դուք տեսնում եք Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Սրան պետք է վեճ տրվի։ Այս բանի դժվարին, այսպես ասեմ, այս ճգնաժամային տարիներից արդյունքը պետք է այն լինի, որովհետեւ մենք կարողանանք այս աղբը չլինի ռսացած, ստրկացած, ըստ էության դրանք ռսացած հայը իմացեք թուրք է եւ թուրքից կեշ է եւ թող չբանանեն, այնպես են անում, կարծես թե մեր համար կարեւորն ինչ, ինչպես ասում էր որ Ռաֆայել Իշխանյանն ասում էր, մեր համար կարեւորը չի մեկը ռսացած է, մեկը թրքացած է, թե չէ, երկուսն են նույն աղբն են, կարեւորն է որ նրանք հայ լինեն, եթե հայ չեն ինչ ուզում են լինեն, ուզում եմ ասել այս ճանապարհով մենք պետք է գնանք եւ մեր հանրապետությունը վերականգնենք։ Հիմա ասեմ այս հարցի մասին, իհարկե, սա տհաճ խոսակցություն է, ես միշտ խուսափել եմ նման բաներից խոսելուց, բայց արդեն ոնց որ թե երակ եւ որակ է ստանում, եւ նայնից մուննաթ են գալիս, գրոհում են պետական հիմնարկներ, առանցի մարդկանց, ծեծում են նույնիսկ թեքեամշակութային տանը տեսանք չէ, ուրեմն թուրքից փախած ադրբեջանցից մարզապուրց փախածը եկել եւ թեքեային մշակութային միությունում ծեծում է խփում մեկին եւ ապերախտ է անվանում հայվան ապերախտը դու ես ուրեմն այդ մարդիկ 30 տարի տարել են բոլոր զարգանքները որովհետեւ մենք կարողացած լինենք օգնենք դուք եք եղել անշնորհք որ գեներալի թաղամաս եք ստեղծել գեներալ եք տարել առանց ուղեղի եւ առանց բանակի ես կամ բան Ուրեմն եւ չհամարցակվեք էջերի վերայել ինչ-որ բաներ գրել։ Ես ասեմ ձեզ, գվերցնեմ ցուցակով կտամ ԱԱԾ, վզներդ կբոքեն հայվաններ։ Ուրեմն իբր թե ուղեղ ունեք, իբր թե կռիվ եք տալիս եւ այլն։ Եվ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության դեմ նրա իշխանությունների դեմ քննադատություն կարող եք անել, կռիվ չպիտի տաք եւ պիտի ընդունեք Պապայից ավելին։ Հայաստանի իշխանությունները 40 գլուխ բարձր են, քան թե Պուտինը իր ամբողջ ողմակով։ Եղավ, լսեցիք, ուրեմն այսպես սրանց ես որպես կանոն անվանում եմ բալոտի բջեր եւ դա այդպես է սոցիալական որպես երևույթ ոչ թե իրենց վիրավորելու համար հիմա անցնեմ հետեւյալը Ջորջ ջան տեսնում եք որ ինչպես որ ենթադրվում էր ինչպես որ ասում էինք այսինքն բոլորս ենք հասկացել շատ քիչ մեկը շատ մյուսը քիչ այն հանգամանքը որ ուկրաինական ճգնաժամը երկար է տևելու դուք տեսնում եք ակնհայտորեն ուրեմն Միացյալ Նահանգների ուրեմն քաղաքական մեծ շրջադարձը որ կատարվեց հանրապետական կուսակցության ղեկավարի ուրեմն առաջնորդությամբ եւ հանրապետական կուսակցության ուրեմն կանքով ըստ էության այդպիսին է եւ շրջադարձի մեջ ուկրաինական ճգնաժամը ունեցավ զարգացման բոլորովին նոր էտապ որն է դա սկզբից կարծես թե ուրեմն Միացյալ Նահանգների նախագահը ճնշեց Ուկրաինային բայց քանի որ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը ուրեմն հասկանում է իր վիճակը ավելի լավ, քան մենք շատ իրենց մասին հոգացողներս շատ լավ է հասկանում, դետալները մեզ հայտնի չեն, բայց ընդհանուր առմամբ հայտնի են, որ նրանք համաձայնվեցին Միացյալ Նահանգների նախագահի առաջարկին եւ հիմա հերթը Ռուսաստանինն է, որը սկսել է ոչ խաղացնել, ինչպես հաջորդի դարերով։ Հիմա այսպես ասեմ, ուրեմն Միացյալ Նահանգների հզոր քացուտակ է ընկել Ռուսաստանը, որտեղ են գիտեր թե ուրեմն Ուկրաինային համաձայնեցնելով ինչ որ խաղաղության պայմանագրի կամ համաձայնության շուրջ իրենց թույլ է տալու խոշոտեն Ուկրաինան, բայց դուք այդպես տեսնում եք, դա այդպես չի լինում։ Ուրեմն այդպես չի լինում եւ Կրեմլը կանգնել է աղետի առաջ կամ ենթարկվելու է Միացյալ Նահանգների
ուրեմն այդ սանկցիաներին կամ պատժամիջոցներին, որի մասին առաջին անգամ ֆինանսների նախարարը մի շաբաթ առաջ գրեթե հայտարարեց, որ երբ հարցրեցին, բա որ Պուտինը չհամաձայնվի, ինչ կանեք, ասեց հələ թող չհամաձայնվի, կտեսնի ինչպիսի պատժամիջոցներ կլինեն, որ Պապն անգամ երազում տեսած չի լինի։ Հիմա դրան հասել է թե չէ, բայց գործը դրան է գնում եւ տեսնում եք նախագահ Թրամփը ոնց որ թե անընդհատ շեշտադրումները փոխում է եւ սրանք գլխի չեն կարողանում ընկնել, թե վերջին չէ լինելու։ Ես ասեմ, վերջը Ռուսաստան չի լինելու, այս է վերջը, այն վերջը հետ է, ուրիշ բան չկա։ Իհարկե, որ ես դա նկատի չունեմ, որ տարած չի լինելու, ժողովուրդ չի լինելու, բայց այնպեսի Ռուսաստան ինչպեսին կար, ուրեմն այլևս չկա ու չի լինելու։ Այդ Ռուսաստանը այլևս չկա։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը իմ խոսքը ընդունի ոչ թե ռուսների դեմ լարում, ոչ թե իրենց քննադատություն, այն իրականության այն ընկալումն ունենան, որը իրենց համար պիտի փրկություն լինի, իսկ իրենց փրկությունը Հայաստանի պետականության հետ, ովքեր որ չեն հաշտ եղել, հաշտ լինելն է եւ հայրենիք վերադառնալն է։ Կուզեք կվերադառնաք, չէ կուզի չեք վերադառնա, դա ձեր գործն է։ Բայց մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ ինչ պնդել ենք, օրորի այդ հիվանդությունները ուրեմն խորանում են եւ Թիֆլիսահայության օրին չննեք, ունեցվածքից զրկվեք, հայրենիքից զրկվեք, հետո էլ բարձրացավ որ դուք նույնիսկ Թիֆլիսաբնակել չեք, չնայած Թիֆլիսը ինչ-որ չափով դուք եք ստեղծել։ Եղավ սա ականջների տողարեք, ինչպես որ Բաքվում եղավ, որ դուք Բաքվեցի չէիք, բարձրվեց, այն ուրիշ բան էիք, Ադրբեջանի համար ստեղծեցիք Բաքու, նավթարդյունաբերություն, համալսարանական գիտություն, կրթություն, վերջում էլ քացով տվեցին, շպրտեցին եւ հետո նաեւ քացով տվեցին, նաեւ Արցախից դուրս շպրտեցին։ Ուրեմն հասկացեք ազգային շահը եւ գործեք համապատասխան դրան, ձեզ մենակ դրա համար ոչ մեկը ոչինչ չի ասի։ Լավ է ուշ քան երբեք, որտեղ մենք շատ շահագրգիռ ենք, որ մեր ժողովրդի հետակա բաները չլինեն, էլի այն խոտորումները, որին լինում է։ Բայց ես որպես քաղաքագետ չեմ կարող պատմական այդ զուգահեռները չանեմ, ասեմ նաև հետեւյալը, որ ցարական Ռուսաստանի կյանքում հայտնի են երկու պոգրոմներ։ Ռուսահայերը անմիջապես կհասկանան, պոգրոմը ջարդերն են։ Ուրեմն պոգրոմները եղել են հրեական պոգրոմներ եւ հայկական պոգրոմներ։ Դրա մասին ես ասեմ հետեւյալը, շատ պատկերավոր գրել է Լենինը, երբ որ ուրեմն Լենինը իշխանություն չէր, երբ իշխանություն ինքը տարավ, այդ պոգրոմները ինքը ղեկավարեց, ուրեմն ով էլ փոխվի, օպոզիցիա կարևոր չի։ Իշխանությունը հենց իշխանական աթոռին են նստում, վերաբերմունք հայության հանդեպ լինում է նույնը։ Նայած անկախ թե ինչքան եք իրեն խաշկերցրել, ինչքան եք մեծարել, ինչպես Ժիրինովսկուն, ինչքան եք կաշառք տվել, սրան նրան, որ գիտեմ, որ հիմա անում եք, կոնկրետ ես չգիտեմ, բայց վստահաբար անում եք, որպեսզի շարունակեք։ Այդ պոգրոմները մասին առաջինը եւ վերջինն ասեմ, կարող եք կարդալ Վարովսկի հատորներ կան, երրորդ հատորն է 1906 թվականին, Վարովսկին ասում են դա Լենինի կերծանունն է, եւ հոդված է գրել ռևոլյուցիայի ուրեմն կոնտրռևոլյուցիա հոդված ունի գրած, արագ կարող եք գտնել ասածս, որտեղ գրված է, որ հենց ճգնաժամն է լինում ցարիզմը, կարդացեք հիմա պուտինիզմը։ Ցարիզմը սիրում է եւ իր խնդիրները փորձում է լուծել երկու փորձված լավ մեթոդներով։ Առաջինը հրեական պոգրոմներն են, երկրորդ արմենիացի պոգրոմի։ Հասկացաք ոնց է։ Ուրեմն սա ես չեմ կարող ձեզ չասել, որտեղ դուք հայրենիք կրթության եւ հայրենիք կրթության հետ կապեր չունեք, չեք կարդում անավան։ Նույնիսկ ես հիշում եմ այն ցուցադրական Հայաստանի Հանրապետության անձնագրերի բաները, ճղճղոցները, որ անում էիք եւ գնում Ռուսաստան։ Կապույտ անձնագիր ձեզ համար հեչ բաներ, բայց դուք նկատեք, որ հայրենիքը միշտ ներողամիտ է եւ չի հիշեցնի, որ դուք շատերի մասին ովքեր արել են այդ անձնագիրը ճղում եք ցուցադրաբար, որ վալոտի թղթերը վերցնեք եւ դառնաք վալոտի ճորտեր։ Այսպես ուրեմն, բայց եղել է այդպես, խոսքս նրանց է վերաբերում, ովքեր անում էին, առանց սրտի ցավ զգալու այդպես էլ անում էին։ Իսկ մեր սիրտը այդ ժամանակ էլ ցավում էր իրենց համար եւ իհարկե անձնագրի համար, որտեղ այդ անձնագիրը մեր ժողովրդի անձնագիրն է, մեր պետականության անձնագիրն է։ Եվ մեկ յուրաքանչյուրիս կյանքը ավելի շարժի, քան Հայաստանի Հանրապետության կյանքը, էլ չեմ ասում Պուտինները, դրանք ֆանտախ մեզ համար։ Ձեզ համար է կարևոր, հաջորդ համար դա կարևոր չի։ Հիմա ես այսքանը պատմական հիշեցում, պատմական հիշողություն ասեմ չունեցող ժողովուրդը դատապարտված է գործանման, ասեմ նաև հետևյալը։ Ես առաջարկում եմ Չեխով կարդալ, կարող եմ ուրիշներն էլ ասեմ, բայց Չեխովը, որին դուք կարծեմ խնգարկում եք, ինձ համար, բայց դրանք ռուս մարդիկ են, իրենց տեսակետը հայտնած, հիմա հանճարեղեն թե բանջարեղեն են, ինձ համար հեչ կարևոր չի։ Օրինակ Տոլստոյը շատ վատ է վերաբերվել հայության, ինձ համար ընդհանրապես ինքը չկա, իր այդ հատորներով եւ այլն, որտեղ մեր ժողովրդի կյանքն ու անվտանգությունը ավելին է, քան կարող է
ուրիշ բան լիներ։ Ինչ ասում Չեխով, ասում է որ ռուսների հետ Ռուսաստանի հետ բարեկամ լինել հնարավոր չի։ Ռուսների կամ տակն է լինում, կամ էլ ստրուկը։ Ռուսները դաշնակից չեն սիրում, կամ տակը կամ ստրուկ, ուրիշ բան չկա։ Ռուսների հետ ասում է բարեկամ լինել հնարավոր չի։ Կյանք ամեն օր ձեզ ապացուցում է, ես չեմ թշնամացնում, բայց ես ձեզ լուսավորում եմ։ Դուք միշտ հիշեք, որ հաջորդ ունեցել է երկու հանճարեղ լուսավորիչներ եւ այլն, Գրիգոր լուսավորիչն է եւ Խաչատուր Աբովյան լուսավորիչը։ Դուք աշխատեք նրանց լույսը ստանաք։ Ուրիշի լույսը ձեզ համար ուրեմն լուսնի փայլել չի կարող լինել։ Հիմա հերթական խնդիրն ասենք, ուրեմն ինչու համար ասեցի, որ այս Սոդոմ Գոմորը տևական է, տասնամյակներ կգնա, ով գիտի, եւ առայժմ Միացյալ Նահանգները ուրեմն Ուկրաինայի գործը, հետևաբար նաև ռուսների գործը նոր է ձեռքը վերցրել։ Ուրեմն խաղալու են ինչքան ուզեն, որտեղ ձեռնենք են անուշ փառքով, հին տեխնոլոգիաներով, արևմուտքից կախված մի պետականություն, որը ներքին քայքայում ապրելու հետ միասին չունի տնտեսական զարգացում։ Ուրեմն սա պիտի նկատի ունենանք եւ այդ փառքով չապրեք սին փառքերով եւ ձեր հետ ունեցած սին բարեկամությամբ։ Ես էլ կներեք, ուզում եմ Մոսկվայի ռսաստրուկներին ասեմ, այն քարոզիչների, որոնք ուրեմն գիշեր-ցերեկ Հայաստանի պետականության դեմ կռիվ տվեցին եւ կռիվ են տալիս, անուններն անգամ չեմ ուզում ասել, որովհետեւ դրանք ինձ համար ոչ միայն հայ չեն, արմյաշկայել չեն էլ կարող լինել։ Ուրեմն կոնկրետ եմ, այնքան չկաք, այնքան ռուսը ձեզ այնքան մարդու տեղ չի դնում, որ Գեյդար Ալիևի արձանը դնում է հանդիսավորապես Մոսկվայում։ Հասկանում եք թե չէ։ ԿԳԲ-ի գեներալի այլասերված, կոռուպցիոներ, կաշառված մի այլանդակի մեկի արձանը դնում է, իսկ դուք խնգարկեք ռուսներին, խնգարկեք։ Այդ չասեք, որ այդ հրեաերեն, վրացի երբան, այդ ձևերը կտել եք, էլի իշխանությունը, Ռուսաստանի իշխանությունը միշտ ռուսական է եւ այդ իշխանությունը Գեյդար Ալիևի արձանը տեղադրում է Մոսկվայում, որն էլ Հոմիկոյան չի, ով է, ինչ է։ Կարող է չեկայի գեներալ էլի։ Հասկանում եք ոնց է, հա, այս ձեզ ինչպես ասում են, մեր պատասխանը Չեմբերլենին, ահա Պուտինի պատասխանը ձեր ստրկական էությանը։ Դե վայրահաճեք ինչքան կարող եք Հայաստանի Հանրապետության եւ նրա իշխանության հարցին։ Ինչքան այդ միգրանյան բաները, ինչքան վայրահաճեք, այնքան թուրքերի արձանները շատանալու են։ Ուրեմն Մոսկվայում ձեր քթիտակ երևի մի օր Լևոն Ղարախանի նման մի օր ասեն Ալիևի արձանը կտանեք տուն, այսօր գիշերը հետը կքնեք։ Գիտեք չէ, Էնվերին Լենինի կարգադրությամբ իր տանը 18 թվականին պահել Լևոն Ղարախանն, հանճարեղ Ղարախանը, որով հպարտանում եք։ Էնվեր Փաշային Լենինի կարգադրությամբ 10 օր պահել է Լևոն Ղարախանը իր տանը։ Կարող է ոտերը լվացել է, ջուրներ խմել, դա էլ իմացեք։ Հիմա դուք էլ արձանն եք տանել, Ալիևի արձանը տանելու եք, դնեք ձեր տները, որը ամեն մեկի տուն հյուր է գալու եւ լողացնեք, ջուրը խմեք, էսա ձեզ։ Ուրեմն դուք վայրահաճեք Հայաստանի եւ հաջորդի հաշվին։ Գիշեր-ցերեկ զատու աշխարհը կտեսնի եւ Ուկրաինայի դեմ անընդհատ պատերազմի կոչեր արեք, մի ժողովուրդ, որը ձեր ժողովրդի նման արյան վերջին կաթիլով կռիվ է տալիս սեփական պետականության համար։ Okay։ Դուք այդ լավ եք հասկանում, չէ՞։ Հիմա մեր ժողովրդի բանով ասեմ, Ժորժ ջան, մենք այս բոլորը պետք է նկատի ունենանք եւ նկատի ունենանք, որ երկար է լինելու այս ճանապարհը, մենք պատրաստ պիտի լինենք նախ բարոյապես, երկրորդ հոգեպես եւ կարեւորը չպիտի հոգնենք պայքարելուց Հայաստանի պետականության համար, որովհետեւ միակ դաշնագիծը ձեր, մեր հարազատը, լավ, վատ, կապ չունի, միակ հոգատարություն ցույց տվողը թեկուզ քիչ եւ այլն, եւ միակ տեղը, որ վերջում կարող եք փախնեք, փախնողների մասին է, դա Հայաստանի Հանրապետությունն է լինելու։ Ուրեմն պիտի պահենք այդ պետականությունը, ամրացնենք անընդհատ։ Դրա համար ուրեմն ասեմ հետեւյալը, որ արդեն կյանքը ցույց է տալիս եւ զարգացման այդ этаպին ենք հասել, ուրեմն որ անկախություն ունենալը բավարար չէ։ Մենք այդ անկախ պետականությունն ունենք եւ ինչպես ես եմ հասկանում, այդ անկախությունը այլևս անշրջելի է։ Նույնիսկ Վալոդի բջերը չեն կարող իշխանություն փոխել, դա բացառված է։ Այդ մտնելից թող անեն, լավ կլինի տուն գնան, բայց իրենք այդ չեն անի, որովհետեւ այն գիտած գավառամիտը չի կարող նման բան անել։ Հասկանում եք ոնց է, ցավալի է, բայց այդպես է։ Աշխարհի բոլոր երկրներում մեծահարուստները կանգնում են պետությանը թիգունք, կռիվ են մեղում եւ այդ կռիվը անվանում են ազգային ազատագրական կռիվ օտար զավթիչների տեղ։ Միակ երկիրը, որտեղ թեկուզ գողացված ունեցվածքով գողոպտիչներն ու գանձակողերը կռիվ են տալիս սեփական պետության դեմ, պետություն չունենալու համար։ Սա անբացատրելի բան է։ Դուք աշխարհում նման բան չեք տեսնի, որ փողատերերը կռիվ տան սեփական պետականության դեմ, աշխարհի բոլոր վայրերում միլիոնատեր թե միլիարդատեր գումարներ դնում են, որպեսզի ազատագրվեն օտարի սապոկից, բայց ասում է սրանց ռուսի թրիկոտ սապուկը շատ է դուր եկել եւ չեն ուզում ուրեմն գրկներից թողեն եւ այդ սապոկի տակ են ուզում մնան, բայց դա անցած этап է։ Մենք անկախ պետականություն ունենք, ուրիշ բան է պետք, ինչ է պետք։ Մենք պետք է լավ պետականություն, հզոր պետականություն, առաջին հերթին բարձր բանակի հզորացում, որպես այս թրքա ռուսական հոխորտանքը վերջանա եւ ապշերոն
կանոնի եզնել մատները քիչ թափտա ոտերը թափարի դեպի Հայաստան, ուրեմն դա պիտի լինի ուժի վրա։ Իհարկե այսօր հասկանալի է մեր վիճակը, բայց արագ գազդուրվել է պետք, եւ ես ենթադրեմ, մի օր անհրաժեշտ է որ Հայաստանի բանակը միտեղ այդ ազերիների վերջը տա մի ռազմական գործողություններում, որովհետեւ սրանց ուրեմն ախորժակը փակվի եւ լեզուներն կարճանա։ Ես զարմանում եմ, այդ 94 թիվ մինչեւ եղած այդ փախչող ազերիները չեն սրանք, որ այսպես խերճացած կծկված կանգնել եք դիմացները եւ այսպես բանը։ Դա այդպես է, որովհետեւ Հայաստանի բանակը հավանաբար շատ դանդաղ է վերակազմակերպվում, եթե դա այդպես է, ուրեմն Հայաստանի բանակի զինված ուժերի գլխավոր շտաբը վատ է աշխատում, եթե դա այդպես է, որտեղ բանակը պատերազմի պատրաստող առաջին հերթին եւ վերջին անգամ եղել է կա ու մնում է բանակի գլխավոր շտաբը, ուրիշ ոչ մեկը։ Հիմա եթե մենք իմանայինք թե դա ինչ մտավոր պոտենցիալ ունի եւ ինչքանով է կոռուպցիան եւ ռուսը հեռացել իրենցից, կոնկրետ գնահատական տայինք, բայց դժվար է ասել ինչպես է վիճակը։ Որոտ դեպքերում մեր ժողովրդի պահանջը պիտի լինի գլխավոր շտաբից, որ բանակը շատ արագ կարգի բերեք, վերազինեք, արդիական տեխնոլոգիաներ, արդիական ստրատեգիա, տակտիկա եւ այլն եւ ռուսական բարգերից վերջնական ազատագրում իր շպիոններով հանդերձ, որտեղ ես չեմ հավատում, որ ռուսական շպիոններ այնտեղ լծված չլինեն, գաղտնիքան բացահայտ։ Դրա համար էլ ասեմ ձեզ, հայ տղամարդը գետին է պետք է մտնի որևէ երկրի շպիոն լինելու համար, առաջին հերթին անշուշտ ռուսների, որտեղ իրենք են որ ավելի մեծ վնաս են տալիս մեր պետականությանը։ Հիմա սրա հետ ինչ է նշանակում այդ բոլորը։ Մենք ժամանակն է, որ ազգովի կարողանանք երկրի զարգացման ընթացքը որոշենք, ինչպեսի երկիր է մեզ պետք։ Մեզ պետք է աշխարհական կապիտալով, ուրեմն առևտրական մի ժողովուրդ, որը ուրեմն զվարճատներից, ռեստորանային, սրճարանային համալիրներից ինքն ոչինչ չունի, ռաբից ուրեմն մշակույթով, կիսագրակետ լրագրությամբ իհարկե ուրեմն տակետ քաղաքատակետներով, որոնց կրթությունը հասկանալի չի, որոնց մասնագիտական կարողությունը հասկանալի չի եւ որոնք որոշել են երբեք սոցիոլոգիան վարի տալուց հետո իմանալ որոշել են քաղաքագիտությունը ուրեմն վարի տան։ Ես առաջարկ ունեմ լրատվության հատկապես այն շնորհակալ մարդկանց, ովքեր հարցազրույցներ են վարում։ Եթե մարդը ձեզ ներկայանում է, հրավիրում եք եւ նա չունի քաղաքագիտական կրթություն, դուք իրեն ասեք, ներկայացրեք որպես փորձագետ, ոչ քաղաքագետ։ Քաղաքագետը այդ նույնն է, որ հիմա ոնց ասեմ, բժշկին կանչում եք որպես գեոլոգ եւ երկրաբան սկսում եք երկրաբանից հարցազրույց վերցնել։ Եթե փորձագետ ասեք, դա ոչ մեկին չի վնասի։ Մենք կիմանանք ունենք քաղաքագետ, թե չունենք, թե չէ գինեկոլոգին կանչում եք, նաեւ գենետիկայից սկսում եք դուրս տալ, չիմանալով որ այստեղ երկու գերի տարբեր նույնականությունը ոչ մի իրար չի միացնում գենետիկան եւ ուրեմն գեոլոգիան։ Դա էլ ասեմ, որ նաեւ ամեն տղամարդ իհարկե առողջ տղամարդիկ բարձ է որ երիտասարդ լավ է որ երեխա եւ այլն ունենում են ընտանիք են կազմում այդպես։ Այդ նույն բանն է որ հիմիկվա այդ քաղաքագիտության այդպես ներկայացումները ամեն տղամարդու ներկայացնեք որպես գինեկոլոգ, որովհետեւ իրենք երեխա են ունենում։ Զավեշտ է, չէ՞ բոլորը։ Ուրեմն դրա համար առաջարկս է որ ում որ ներկայացնում եք առաջինից սկսած բոլոր հերոստանգերություններ կայքեջեր, որ սա փորձանքետ է, որտեղ մենք երբ որ փորձագիտական վերլուծությունները կիմանանք, այն ժամանակ կտեսնենք հասկանանք սա փորձագետ է թե փորձանկագետ է։ Եղավ ուրեմն քաղաքագիտության հետ ինչ կապ ունի, ինչ առնչություն, որտեղ տեսնում եք, օրինակ շատ ցավալի է, նայում եք մեզ համար է ցավալի ուկրաինական կայքեջերի հերոստանգերությունների վերլուծություններ, քեֆները գալիս է։ Մարդիկ պատրաստվածություն ունեն կատեգորիաներով եւ այստեղ նայում ես չես իմանում։ Անբանական կիսակրակետ հայերեն չիմացած ժարգոնով խոսող լրագրող է մեծ մասը։ Կամ էլ ասեցի գինեկոլոգ, որին դուրս են արել իր ոլորտից, դարձել է գենետիկ եւ վերլուծում է քաղաքական գործընթացը, չի կարելի։ Հիմա ես ասում եմ, իհարկե որոշ մարդիկ վիրավորվում են, դա իրենց գործն է, բայց մեզ պետք է ինչ, մեզ պետք է վերականգնվել։ Մենք այսպես չենք կարող շարունակել։ Մենք դրա համար էս խաբեությունների, գողության, կանձագողության, շպիոնության, ուրիշի վրա հույս տնել եւ բարակայով մենք ջախջախվել ենք։ Հասկանում եք ոնց է։ Հսկա տարածք ենք կորցրել։ Երիտասարդության զոհեր ենք ունեցել։ Վիրավորների մասին չենք էլ խոսում։ Բայց ինչքան երիտասարդ կյանքեր են խեղվել կենթանի վիճակում։ Բայց ինչքան զենք ու զրահ է կորցրել եւ տնտեսություն։ Հասկանում եք ոնց է։ Մենք սա հասկանում ենք թե չէ։ Սրանից պետք է ասում են դասեր քաղեք, դե դասեր քաղեք։ Դուք տեսել եք աշխարհում, ես չեմ հիշում այսպեսի բան, որ ամբողջ ժողովուրդ միստրալ հատվածով մի օրում փախնու երկրից դուրս գա։ Հիմա պետք է բացատրեք, թե եթե փախուս չէ, բակոտորվեին, բայ եւ այլն։ Հասկանալի է, որ դա այդպես վիճակ է առաջացել, իսկ ինչու է վիճակ առաջացել, որովհետեւ ասեցի, բանակի փոխարեն ստեղծել են գեներալների փոխարեն ստեղծել են գեներալի տներ, գեներալի շներ, գեներալի կներեք քածեր, եւ այսպես վերջացել է ամեն ինչ, հասկանում եք ոնց է։ Նույնպես բոլորը պետք է փոխվի եւ մենք ինչ ենք ունեմ։ Մեր հերթական խնդիրը երկրի մեր հանրապետության ինքնիշխանությունը բարձրացնելն է, սուվերենիտետը։
որտեղ անկախ պետականությունը բավարար չի։ Ինչ է նշանակում ուրեմն սուվերենիտետ։ Դա անկախ պետականության մեջ ներքին եւ արտաքին կյանքը սեփական ազգային ուժերի եւ սեփական կառավարության տնօրինության տակ լինելու փաստն է։ Հիմա կոնկրետ մի բան ասեմ։ Դուք կարող եք ասել, մենք որպես ժողովուրդ եւ որպես պետություն, մեր ազգային հարստությունից, որը հիմնականներից է, լեռնահանքարդյունաբերությունն է։ Մենք քանի տոկոսից ենք տեղյակ եւ ինչքան օգուտ է ստանում առաջին Հայաստանի Հանրապետությունը, իսկ ինչքան է տանում Ռուսաստանը եւ նրա քոծ Ղարաբաղյան կլանը։ Կարող եք ասել։ Այսինքն, եթե մենք չգիտենք, ես կարծում եմ չգիտենք, թե քանի տոննա ինչ է տարվում եւ ինչ որակով է մշակվում, ուրեմն այստեղ նշանակում է մենք լեռնահանքարդյունաբերության պարագայով ինքնիշխանություն չունենք, որտեղ օտարը կտում է մեզ, եւ այդ օտարը ռուսն է, նկատի ունեցեք, ռուսը ձեր ախպերը չի, եթե ախպերը լիներ, ձեզ զենք կտար եւ այդ հանքերներ կասեր փոքր երկիր, այս հանքերը թողենք, նվետանք, իրենց գնանք, որտեղ այնքան ենք կերել, այնքան ենք տարել, որ Իվանի այն կոլյացեղին էլ հələ հերիք է 4-5 սերունդներով, հասկանում եք ոնց է։ Եվ այսպես բոլոր ոլորտներում, տնտեսության մեջ ինչքան ենք ինքնիշխան մենք, քաղաքական կյանքում ես հաստատ ասում եմ, որ մեր ինքնիշխանությունը շատ է բարձրացել, ուրեմն այս ամեն ինչից հետո իրականում մենք ինքնիշխանության բարձր մակարդակ ունենք, երևի թե հետսովետական հանրապետություններում նախկին ամենաբարձրներից մեկն է, բայց այդ ինքնիշխանությունը պետք է նյութապես եւ նյութական ռեսուրսներով եւ հոգեվոր արժեքներով ամրապնդվի։ Եթե չէ, քաղաքական կյանքը չի ունենա այն արժեքը եւ այն օգտակարությունը, որ պարտավոր է ունենալ մենք եւ այլն եւ այլն։ Մի բան էլ ասեմ, որ այդ խաղաղության պայմանագրի մասին է, սրանով երևի ավարտեմ, մի անգամ ավելի հանգամանորեն ասեմ։ Նայեցեք, ամեն մի պայմանագիր, որ անհրաժեշտ է, պետք է կնքվի, իսկ դա մեր ժողովրդին եւ մեր երկրին, մեր պետությանը խիստ անհրաժեշտ է, որովհետեւ մենք ազատ կերպով լիարժեք հարաբերվենք արևմտյան պետությունների հետ, մեր բարեկամների եւ գուցե եւ ապագա դաշնակիցների հետ։ Դա խիստ անհրաժեշտ է, որովհետեւ ինչ էլ անեք չանեք, եթե խաղաղության պայմանագիր չունենք, ուրեմն պատերազմի հավանականությունը ավելի մեծ է լինելու։ Ես չեմ ասի, որ պատերազմ չի լինի, այնքան պայմանագրով պետություններ կան, այնքան պայմանագրեր կան, Ուկրաինան չուներ, Ուկրաինան էլ ուներ, չէ, ռուսները չէին երաշխավորել Բուդապեշտում Ամերիկայի եւ կարծեմ Ֆրանսիայի հետ միասին էր, որ եթե ինքը միջուկային զենք հանձնի Ռուսաստանին, ուրեմն իր վրա ինտերվենցիա չի լինի։ Հարևի տեղ դրեցին, միջուկային զենքը տարան, վերեն հարձակվեցին։ Ուրեմն ասեմ ռուսական ատվետն է ուկրաինական բարևին։ Ուրեմն այդ պայմանագրերն է թղթի կտոր կարող են լինի, ինչպես որ ես վստահ եմ ռուսների համար Հայաստանի կնքած ցանկացած պայմանագիր թղթի կտորի է վերածվել այսպես եւ հակառակը, եթե մենք չենք մասնակցում։ Հապկին ուրեմն մեզ համար բարձր որ թղթի կտոր է, բայց այս բարակայում անհրաժեշտ է այդ սահմանագծման համար, այդ Ադրբեջան կոչված հորդաներին մեր սահմաններից հանրապետության դուրս քշելու համար եւ արևմուտքի հետ դաշինք ուժեղացնելու համար, բայց դրա հետ ասեմ հետեւյալը, որ ամեն մի պայմանագիր մնում է կյանք է ունենում այնքան, որքանով դու ունես հզորություն եւ ուժ եւ պահում ես պայմանագիրը։ Եթե մնալու ես թույլ, առանց բանակի, առանց զենքի, կաշառված գեներալներով, շպիոն, ուրեմն սպայական կազմով եւ այլն, ինչ որ մենք տեսանք գողապետության շրջանի համար, ուրեմն այդ պայմանագիրը թղթի կտոր է, բայց մեր ինքնիշխանության հիմա պատմական հանգամանքներն այնպեսին են, որ այդ ճանապարհով պիտի գնանք, պայմանագիրը կնքվի, բայց իմ ասածը հիշելով։ Ես ասեմ հետեւյալը. Ֆրանսիայի մի վարչապետ ուներ, որը Մյունխենյան գործարքի կնքող, ուրեմն Մյունխենյան գործարք, որ ասում են Հիտլերի հետ, վարչապետն էր, ուրեմն դա Էսակեշեմ ազգանունը մի խոսքով նա ունի կյանքի Ֆրանսիայի պարտության եւ այլնի փորձառության մի գրվածք, որ ես գրեթե հիմա բառացիև հիշում ասեմ հետեւը, ասում էր բոլորդ պիտի իմանաք, որ պայմանագրերը հավերժական չեն եւ հավերժական չեն կարող լինել, պայմանագրերը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով ուրեմն որոշակի ժամանակի համար կնքված փաստաթղթեր են, իսկ այդ ժամանակավոր փաստաթուղթը մեզ պետք է որպեսզի երկրի խաղաղ կյանքը կազմակերպենք, բայց չմսխենք ժամանակ, ինչպես մսխեցին 3 նախագահներ, ուղղակի մսխեցին եւ երկիրն արնակամարեցին։ Հիմա անհրաժեշտ է որպեսզի մենք կարողանանք մեր երկիրը դարձնենք գիտատեխնոլոգիական եւ արդյունաբերական երկիր, խիշեք խոսքս։ Մենք աշխարհական ուրեմն կապիտալի հայրենիք չենք կարող ունենալ զվարճարաներով, ռեստորաններով եւ այլ։ Դրանք շատ լավ բաներ են, բայց դրանք բավարար չեն։ Եվ այս գողական բարքերով, հայոց լեզվի աղճատումներով, վերևից ներքև, ներքևից վերև։ Ուրեմն ամեն մեկը մրցույթի մեջ ով կարող ավելի շատ այլանդակել գրական ոսկեղենիկ հայոց լեզու մրցույթ է գնում ուղղակի։ Եվ այս կարծես Տարետյան դաշտը որոշել է վերեж լուծի հայոց լեզվից իր ժարգոնն ու իր բառաբաշարը լցնելով մետավորական կոչված կիսակրակետ մեկնաբաններով եւ այլն։ Ես չեմ վիրավորում, աշխատեք լեզուն մաքրեք եւ ունենաք այն լեզուն, որը Չարենցին է հատուկ, Սևակին է հատուկ եւ այլն։ Բարձրանալու պետք հիմա ուրեմն
Մեծ պետք է գիտարդյունաբերական Հայաստան, տեխնոլոգիական, ագրոտնտեսությամբ, ագրոարդյունաբերական Հայաստան եւ ուրեմն բարձր մշակույթով Հայաստան։ Այս բոլորը անհրաժեշտ է։ Մնացածը ինչ կլինի, չի լինի, այդ մի կետը ինչ կգրեք, այն չեք գրի, այդքան կետեր եք գրել, այդքան չեք գրել, որ ինչ, ով է հիշում։ Ուզում եմ ասել, բայց կհիշեն այն ժամանակ, երբ կունենաք այդ կետերի տակ բանակներ, դիվիզիաներ, երբ դա տակ կունենաք, այդ թղթերը կաշխատեն եւ մազոխիզմով զբաղվել պետք չի, քրքրել անընդհատ սեփական ընկերոջը հարևան է սեփական իշխանության եւ այլն։ Ուկրաինացիներից պետք է օրինակ վերցնել եւ ազգովի դեմ դուրս գալ ազերի, ռուս, թուրք եւ ինչ էլ լինի բոլոր գրողների դեմ եւ այդ ժամանակ Հայաստանն անպարտելի է, Հայաստանը կլինի այն, ինչ որ պիտի լինի յուրաքանչյուրի ցանկությամբ, բայց իմացեք, որ այս վանոդի բջերի ուզած Հայաստանը չի լինելու, այսինքն պետականությունը կորցրած, ռուսական ինչ են ասում, գուբերնիա, որը հնչում է որպես Թաթարստան, Թաթար Ռուբոյի մաղձը ու ցանկությամբ չի լինելու եւ հայ աղջիկների հանդեպ իր արտահայտած մտքերով այդ բոլորը չի լինելու։ Հասկանում եք ոնց, ուրեմն մենք պետք է ասեմ բանով, հա, սկաուտների խոսքով, բարձրացիր եւ բարձրացրու եւ բարձրացիր։ Մեր ճանապարհը դա է եւ մենք չնայենք, որ աշխարհը հիմա այսպես խառնանալու է ընդհանրեն 50 տարի։ Մենք պետք է անընդհատ գիշեր-ցերեկ այդ աշխարհի հարցերը վերլուծենք, թե պետք է մեր տունը կարգի բերենք, ստեղծենք այն, ինչ որ է Աստծո կողմից մեզ վարկեված, իսկ Աստված մեզ վարկել է Հայաստանի այն հանրապետությունը, որ այսօր ունենք, որը այսօր հաջողությամբ վարում է արտաքին քաղաքականություն։ Ես վստահ եմ, որ 5-6 տարի հետո նա կունենա նաեւ տնտեսական եւ այլ ավելի մեծ առաջընթաց, որի ծիլերը արդեն նկատելի են, հասկանալի են։ Այդ հաջողությունները միայն կույրերը, շպիոնները եւ ռսակոծերը կամ թրկալրտեսները չեն, որ տեսնում են դա, բայց դա մեր ժողովրդի երևի 5%-ն է։ Հասկանում եք ոնց է։ Մենք այդ ճանապարհով պետք է գնանք եւ հաջողություն մեզ հետ պետք է լինի։ Հիմա մի բան եմ ուզում ասել, որ ճիշտ ասածից խնդրել են ասեմ։ Ես հաջորդ շաբաթ այս հաղորդումը չեմ վարելու, մի շաբաթ ընդամենը գործուղումով մեկնում եմ Ավստրալիա, հարցեր կան, կվերադառնամ եւ ուրեմն բայց Սիդնեից եւ ես գիտեմ, որ այդպես լինելու է, ծրագիրը կազմած է Մելբուրնից կամ Կամբերայից, ես հաղորդումներ կտամ, ձեզ հետ կհաղորդակցվենք, կտեսնենք, իրար հետ կանցկացնենք լավ ժամեր, մտավոր ժամեր, այսպես ասեմ, որովհետեւ առանձնապես մնացած ինձ հետաքրքիր չի։ Ստեսություն ձեզ, լավ մնացեք, չասեք, որ մեկը պիտի ասեր, ես ասեցի, որովհետեւ մարդիկ հայության մի ստվազանգված ճիշտ խոսել լավ չի սիրում, էլի։ Այդ գիտեք, չէ, լատինական խոսքն ասում է, որ օրինակ եմ ասում, հանգուցյալից հետո միայն ճշմարտությունը, բայց հայկական խոսքն է, որ ասում է հանգուցյալից հետո նրա մասին ոչինչ։ Դրա համար էլ այս մարդիկ կողոպտում են, իմանալով, որ այն աշխարհում էլ պետք է մնան քյոխվա եւ կողոպտիչ գանձակող։ Բերեք ճշմարտությունն ասենք, ամենաճիշտը դա է։ Ճշմարտությունը մեզ կտանի դեպի ազգային վերածնունդ։ Ստեսություն։